Ողջույն բոլորին, այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու, թե ինչ է կանխատեսել հայտնի Սալոմեն 2026 թվականի համար։ Ըստ նրա, փետրվարին տեղի կունենա ամենավատը։ Բրազիլիացի հոգեբան Աթոս Սալոմեն մի շարք կանխատեսումներ է արել այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ժամանակներս։ Ըստ նրա, 2026 թվականին կսկսվի կորոնավիրուսի համաճարակից ավելի վատ համավարակ և երրորդ համաշխարհային պատերազմ, որը ճնշում կգործադրի Ռուսաստանի և Չինաստանի վրա։ Սալոմեն ձեռք է բերել համաշխարհային հեղինակություն մի քանի ճշգրիտ կանխատեսումներից հետո, այդ թվում COVID-19 համավարակի, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան և ներկայիս անգլիացի թագավոր Չարլզ III-ի առողջական խնդիրների պատճառով։ Ինչ է հայտնի Սալոմեի և նրա մարգարեությունների մասին և որքանով են ճշգրիտ բրազիլացու կանխատեսումները 2026 թվականի համար։ Մանրամասները հաջորդիվ։ Ինչ վերաբերում է Սալոմեի կանխատեսումներին 2026 թվականի և մոտ ապագայի համար, ապա դրանք ներառում են հետևյալը. Ադրբեջանի մասնատում մինչև 2026 թվականի գարուն, Հայաստանի նոր տարածաշրջանների միջազգային ճանաչում, աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնի տեղափոխում, ԱՄՆ-ի դերի կորուստը որպես գլոբալ արբիտր, Արկտիկայում նոր հակամարտություն, որին կմասնակցեն Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն, Արեգակնային խոշոր բռնկումներ, որոնք կհանգեցնեն էլեկտրաէներգիայի ցանցի խոշոր խափանումների, նոր համավարակ, որը կարող է մարդկությանը հասցնել համաշխարհային աղետի էպիկենտրոն, սակայն Սալոմեն արդեն ընդգծել է, որ իր բոլոր կանխատեսումները բացարձակ ճշմարտություն չեն, ամեն ինչ կարող է փոխվել և նրա կանխատեսումներն արտացոլում են նրա տեսակետները ներկայիս ժամանակաշրջանի վերաբերյալ։ Արդյոք Սալոմեի մարգարեությունները իրականություն կդառնան։ Ըստ թվաբան և մոգության մասնագետ Եվգենիա Բելովայի, յուրաքանչյուր նոր տարուց առաջ հայտնվում են բազմաթիվ գուշակներ, որոնք աշխարհին ընդհանրապես և մարդկանց սպառնում են սարսափելի աղետներով։ Ըստ այս մասնագետի, համավարակներ չեն լինի, երրորդ համաշխարհային պատերազմ նույնպես։ Ոչ ոք չի կարողանա այնպիսի գործողություններ կատարել, որոնք կարող են նոր պատերազմ հրահրել։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը վաղուց է սովոր սադրանքներին։ Ձեր երկիրը գիտի, թե ինչպես արձագանքել մարտահրավերներին արժանապատվորեն և նրբագեղությամբ, հավելում է մասնագետը։ Ընդհակառակը, Հայաստանը կհայտնվի փորձությունների շրջանի ավարտին մոտ, պատվով դուրս կգա դրանցից և կկենտրոնանա իր սեփական զարգացման և նոր կապերի հաստատման վրա։ 2026 թվականը նորացման և վերակառուցման տարի է, առաջին հերթին գիտակցորեն։ Իհարկե դժվարություններ լինելու են, բայց 2026 թվականը մեզ հիմք կտա վստահորեն կառուցելու գեղեցիկ և պայծառ ապագա։ Չինաստանի և Ռուսաստանի վրա ճնշումը կլինի աննախադեպ։ Այս հակամարտության արդյունքում Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը կմիավորվեն մեկ գոտում և կպաշտպանեն իրենց համապատասխան մասերը։ Բայց այնուամենայնիվ, անկախ այս իրավիճակներից, կան միշտ հնարավորություններ, որ մենք կկարողանանք գտնել ճիշտ փոխզիջումային լուծում պատշաճ դիվանագիտական խաղաղ բանակցությունների միջոցով։ Ամեն ինչ կախված է մարդկային գործոնից, որը կարող է անկանխատեսելի լինել և հնարավոր է պաշտպանել մարդկանց համաշխարհային սպառնալիքից, բայց հիմա ավելի քան երբևէ մենք ավելի մոտ ենք ահեղ դատաստանի ժամացույցի հասկացությանը, ընդգծել է մասնագետը։ Դե ինչ, իսկ դուք ինչ եք կարծում այս ամենի մասին, առհասարակ հավատում եք կանխատեսումների, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, այն չկորցնելու համար։